Հրապարակ թերթը գրում է. մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել։ Հրապարակ թերթը գրում է. հերթական բուժ հաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից։ Անինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազենյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին, Նազենյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել եւ մեր տեղեկություններով ամենայն հավանականությամբ նրա տեղակալը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական համքարության գնահատմամբ абսուրդ նշանակում է արել վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագիրը, բացի այդ կտրականապես մերժում էր COVID-ի դեմ պատվաստումը եթերից եթեր էր գնում բարձրաձայնելով իր տեսակետը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. բացօթյա սրճարանի համար ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է մոտ $100,000։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել։ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ազգային ժողովն այս սրճարանի միայն բարի համար 11.5 միլիոն մոտ $30,000 է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել եւ 2 անգամ ավել աթոռու սեղան են գնել։ Հիմա ամեն ինչի մասին հերթով ժողովուրդ օրաթերթ ուսումնասիրել է ազգային ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ազգային ժողովի աշխատակազմին եւ հավաքել է փաստեր, որ ազգային ժողովի սրճարանն արժե ոչ թե $30,000, այլ ավելի քան $100,000 է վատնվել։ Փաստորաթերթը գրում է. թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են։ Նիկոլ Փաշինյանն ու նրա կարկառուններն արդեն անթակույց են ցույց տալիս, որ իրենց թիրախում նաև հայ ժողովրդի պատմական հիշողությունն է ու ընդհանրապես ազգային ինքնությունը ձևավորող բոլոր հիմնասյունները։ Օրերս Փաշինյանական քպականներից մեկը հայտարարել է երկրորդ նախագահ կառավարական հանձնաժողով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրել։ Ցեղասպանության լինել չլինելը նախ սա ինքնին բացահայտ ակնհայտ սուտ է, նույնիսկ Փաշինյանական ստերի հետ մրցելի սուտ, բայց դրան համարժեք պատասխան եղել է ասելիքը տվյալ դեպքում դա չէ։ Այստեղ առավել ուշադրություն է գրավում քպականի այդ ստի մեջ գործածված կրկին բառը, այսինքն հորինելով, թե նախկինում իբր նման փորձ եղել է կրկին բառով Փաշինյանական խոսակը ենթագիտակցորեն կամ գուցե հենց դիտավորյալ ընդունում է, որ իրենք ԿՊ-ն ու Փաշինյանը պատրաստ են քննարկել ցեղասպանություն եղել է թե չի եղել, եւ ըստ էության իրենք փաստացի կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը։ Փաշինյանն ինքը հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տվող հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է, ինչը արձանագրել է նաև հանրահայտ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Փաստորաթերթը գրում է. արտահերթ ընտրությունները փրկողակ Նիկոլ Փաշինյանի համար։ Մեր ունեցած տեղեկություններով ԿՊ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գնալով հնարավորության շուրջ։ Արտակուստ տարօրինակ կարող է թվալ, հաշվի առնելով Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-ից 10%։ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է մուրճի ու զնդանի միջև, ներսում վարկանիշը հասել է պատմական մինիմումի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում, իսկ ճնշումներն ուժեղացնում, այնպես որ Նիկոլ Փաշինյանի համար արտահերթը կարող է դառնալ փրկողակ, այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն վերահսկիչ փաթեթի, այլ ընդհակառակը հասցեն մոտավորապես Գյումրու պատկերին։ Խնդիրն այն է, որ արտահերթի համար պետք է վարչապետը հրաժարական տա, 2 անգամ չընտրվի եւ ազգային ժողովն լուծարվի։ Նման փորձ Նիկոլ Փաշինյանն իհարկե ունի, բայց այս անգամ մտահոգություններ կան։ Հրապարակ օրաթերթը գրում է. Կապանի քաղաքապետին տուգանել են։ Ապրիլի 9-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ վարչական տուժ է կիրառել լվազագույն աշխատավարձի 300 հապատիկի չափով, այսինքն 300,000 դրամ։ Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա Greek Business SP-ի հետ տեղ սպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է Գրիգոր Փարսյանը։ Եվ
Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը հանրային ծառայության մասին օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման։ Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի Ժողովուրդ օրաթերթը գրում է ԿԿՀ բարևարկության ուսումնասիրության վարչության նախկին պետի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարևարկության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանի դատախազ ամուսնուն եւս ազատել են պաշտոնից։ Ապրիլի 19-ին Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում որպես բարևարկության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանը ազատման դիմում է գրել եւ ազատվել վարչության պետի պաշտոնից։ Ինչպես հայտնի է 2025 թվականի մարտի 27-ին ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Մարիաննա Բաղինյանը չընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Դրանից հետո Մարիաննա Բաղինյանը ազատվել է վարչության պետի պաշտոնից, սակայն ամենաուշագրավն այն է, որ Բաղինյանի դատախազ ամուսինը Գագիկ Մարգարյանը, որը Արագածոտնի մարզի դատախազ էր եւ վերջերս էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել գլխավոր դատախազությամբ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, եւս ազատվել են պաշտոնից գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը, բայց ազատման պատճառը չհայտեցին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է 3 ազգային ժողովի ԽՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ազգային ժողով էր հրավիրել տրմփակ նիստի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ԿՊԱ-ականները դիմել են Ավինյանին, պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գինի չվճարման վերաբերյալ տուգանքի նախագծի թեմայով։ Սակայն իրավական նպատակը եղել է անիվ հիմնադրամի եւ մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին հարցաքննելը, բայց չի ստացվել։ Ավինյանը բացատրել է, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել, ինչը մեծ խնդիր է առաջացրել քաղաքապետարանում։ Սակայն ԿՊԱ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ավինյանի պատասխանները իրենց այդքան էլ չի գոհացրել ու իրենք դեռևս խմբակցության նիստ պետք է անեն, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է քվեարկեն տուգանքի այս նախագծին։